Ռադիո Շանթ Բարի երեկո, սիրելի ունկնդիրներ, շատ անսպասելի չէ ինձ այն լսել երեկոյան եթերից, բայց ստացվեց այդպես, որ այսօր Էմմայի ծրագրի շրջանակներում ես եմ, եւ սա իրոք շատ հետաքրքիր է ինձ համար էլ հավատացեք, որովհետեւ ես ինքս Սոնան եմ, եւ շատ սիրում եմ երեկոյան եթերները, ինձ համար ռադիոյի եթերները միշտ ասոցացվում են երեկոյի հետ, բայց հիմա ճակատագրի բերմամբ ես առավոտյան եթերներին եմ, ոչ մի խնդիր, այսօր երեկոն մենք տոնի կվերածենք իսկական եւ նշեմ, որ սիրելիներս մենք այսօր ռադիո Շանթի տաղավարում հյուր ունենք երեկոյան ծրագրի շրջանակներում շատ սպասված, շատ սիրված մեր հայ ժողովրդի կողմից, նաեւ գյումրեցիներից կողմից հրաշալի անձնավորություն, ես անպայման նրան կներկայացնեմ, բայց մինչ այդ կուզենայի նշել, որ այս հարցազրույցը, որը մեզ դեռ սպասվում է, սիրելիներս, միայնակ չեմ վարի եւ ինձ կմիանա մեր գործընկերուհին Արմինե Նիկոյան, ով նաեւ հնչյունային վահանակի մոտ է աշխատում, Արմինե ջան, քեզ էլ ողջույն եւ բարի ընթացք մեզ բոլորիս, կարծում եմ, որ իրոք շատ հագեցած զրույց է լինելու։ Մեր հաճախականություն FM 104.1 սիրելի ունկնդիրներ, այստեղ ապրում է տոնը։ Եվ այսօր մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք շատ սիրված երգիչ Արմեն Դոլինյանին, Արմեն ջան, ջան ողջույններ։ Ողջունում եմ, շնորհակալություն ինձ այստեղ հրավիրելու համար։ Սիրելի գյումրեցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Եվ Արմեն ջան, ուրեմն շատ կուզենայի հենց հարցազրույցի սկզբում ճշտել, ինչպես ես քեզ զգում հայրաքաղաքում, ինչպիսին է տրամադրությունները ընդհանրապես այստեղ եւ արդյոք դու զգում ես Գյումրիից այն էներգետիկան, ինչի մասին շատերը խոսում են։ Իհարկե զգում եմ, որովհետեւ եթե չզգայի, այստեղ համերգ չէի կազմակերպի, այսպես ասեմ, որովհետեւ քանի որ ինչպես որ բոլորս գիտենք, Գյումրին մեր մշակույթի քաղաքն է, ես էլ քանի որ զբաղվում եմ մշակույթով եւ մշակութային գործունեություն եմ ծավալում, ուղղակի չէի կարող այստեղ չգալ եւ հենց այստեղ կազմակերպել համերգ իմ սիրելի գյումրեցիների համար։ Հրաշալի Արմեն ջան եւ սիրելի ունկնդիրներ, ես մինչ հարցազրույցի շարունակությանն անդրադառնալը կուզենայի նշել, որ մենահամերգ Արմեն Դոլինյանի սպասվում է հոկտեմբերի 26-ին։ Իմանանք սա նախապես, որպեսզի արդեն սկսենք քայլեր ձեռնարկել եւ Արմեն ջան, ինչպիսին են ձեր ակնկալիքները մեր հանդիսատեսից, Գյումրվա հանդիսատեսը միշտ ասում են պահանջկոտը խիստ է մի տեսակ, արդյոք դա այդպես է։ Առաջին անգամ եմ լրիվ այսպես ասած գյումրեցիների գյումրեցի հանդիսատեսի միջավայրում լինելու, բայց ինձ թվում է, եթե արտիստը կարողանա ճիշտ այդ լիցքեր փոխանցել, հենց նույնն էլ հետ կստանա, կապ չունի, այսինքն թե որտեղ կլինես։ Ճիշտ է, ես լսել եմ, որ Գյումրիի հանդիսատեսը պահանջկոտ է, բայց կարծում եմ, որ կկարողանամ գլխի բերել։ Այդպես էլ կլինի հաստատ Արմեն ջան, որովհետև գյումրեցիները իրոք սիրում են լավ երաժշտություն, այս երաժշտական խառն ինչ աղանջ իրականացնում։ Մի փոքրիկ գաղտնիք էլ բացեմ, ես որ հրապարակումներ էի անում մինչև այս համերգներս կազմակերպելը, դե մինչև Գյումրին էլ ունեցա նաև իմ ծննդավայր Արմավիր քաղաքում, դրա մասին դեռ կխոսենք։ Անպայման իհարկե։ Մեկնաբանություններում ամենաշատը, այսպես ասած, թե որ քաղաք կցանկանային, որ ես որ քաղաքում կցանկանային համերգ ունենա, հենց նշել էին Գյումրի, եկեք Լեննական, Գյումրի, Լեննական, այս Ալեքսանդրապոլ։ Չէ, Ալեքսանդրապոլ ոչ մի խոսքով այդքան շատ արձագանք եղավ, նույնիսկ նամակներով շատ էին գրում Գյումրի, դրա համար որոշեցի ինչու չգնամ Գյումրի։ Շատ խելացի որոշում, որովհետև այստեղ շատ սպասված է Արմեն ջան, դա կարելի է ենթադրել նաև ռադիո եթերներից, որովհետև ձեր երգերը հաճախ են հնչում, մենք շատ սիրում ենք, հաճախ հեռարձակում ենք եւ այսօր էլ դեռ առիթ կունենանք լսելու։ Լավ, հիմա այս նյութական մի տեսակ սովորական աշխարհից եկեք տեղափոխվենք էլ ավելի գեղեցիկ երաժշտական աշխարհ։ Եվ Արմեն ինչպես պատահեց, որ զգացիք, որ երաժշտությունն է լինելու այն աշխարհը, այն իրականությունը, որտեղ դուք պետք է տեղափոխվեք, այսպես ասենք, եւ իրականացնեք ձեր կյանքի առաքելությունը։ Շատ լավ հարց եք տալիս, իրականում ասեմ, որ նույնիսկ այն փոքր ժամանակվա հոլովակներ կան, 5 ասետներով, ես առիթ ունեցել եմ մի անգամ էլի հարցազրույցի ժամանակ այսպես դրա մասին բարձրաձայնելու, կան 3 տարեկանից սկսած վիդեոներ, որտեղ որ երգում եմ, իսկ պրոֆեսիոնալ մակարդակով, այսպես ասած, որ զբաղվում եմ, երևի կասեմ 16-17 տարեկանից։ Այդ ժամանակվանից սկսած զբաղվում եմ երգով ու շաբլոն դարձած խոսք պիտի ասեմ, առանց դրա կյանքս չեմ պատկերացնում։ Դե պատկերացնում ենք որպես սովորական երաժշտասերներ, որ առանց լավ երաժշտության ապրելն անիմաստ է, մի տեսակ անգույն է, իսկ լինել երաժիշտ կատարել, լինել այդպիսի երգեր, որոնց դեռ մենք կանդրադառնանք։
Լավ, իսկ ում երկերն են դարձել ուղղորդող, ում երկերով եք ամենից շատ ներշնչվել եւ որ երկիչն է եղել, ումից սովորել եք։ Կոնկրետ մի երկիչ չասեմ, որից որ սովորել եմ, որովհետեւ իհարկե շատերն են։ Օրինակ նայեք, երբ ես ուզում եմ այսպես լայն ու գեղեցիկ վոկալ լսել ու գեղեցիկ կատարում լսել, ես լսում եմ հայերեն երգեր, հայ լավ կատարողների։ Եթե ես ուզում եմ օրինակ սովորել ձայնախաղ, թե ինչպես ճիշտ ձայնախաղ անել, ես լսում եմ սևերին։ Ահա։ Երբ ուզում եմ ինչ-որ նուրբ բաներ կատարել, ես ավելի շատ գնում եմ Եվրոպայի կողմի, խոսքով, այսինքն ամեն մեկից, ամեն մի կատարողից կարելի է մի գեղեցիկ նյուանս վերցնել եւ օգտագործել դա, բայց չանել այնպես, որ ինքն է արել, որովհետեւ այդպես ուղղակի կստացվի, որ կրկնում եք իր արածը ու հաջողություն չեք ունենա։ Ահա, հասկանում եմ։ Այդ կրկնելը չեմ սիրում, ճիշտ է, կատարում եմ շատ արտիստների երգեր, բայց կատարում եմ իմ տարբերակով։ Ու ինձ թվում է, որ չեմ կրկնում իրենց, որ կրկնեի մեկնաբանություններում հաստատ կասեին, չէ, հաստատ կրկնում ես, ու դա ինձ հաստատ, այսպես ասած, խոսակցականով ձեռք չէր տա, դուր չէր գա ինձ։ Որ արտիստին դա դուր կգա, իսկական արտիստին, բնականաբար։ Ճիշտ է, ունեմ իմ հեղինակային երգերն էլ, որոնք դեռ այդքան տարածում չեն գտել, բայց ժամանակի ընթացքում դրանք եւս վստահ եմ, որ առաջ կգնան։ Այդ հարցը ես դեռ պետք է տայի, շատ հետաքրքիր էր ինձ համար կոնկրետ, լսում ենք հրաշալի քավերներ, մեկը մյուսից յուրօրինակ, ինքնատիպ, բայց հետաքրքիր է նաև այդ ինքնատիպ ձեռագիրը, արտիստի ձեռագիրը, որը փաստորեն կա։ Լավ, Արմեն, իսկ եղել է մի ուսուցիչ քո կյանքում, քո ճանապարհին, որ ասել է Արմեն, ճիշտ ես անում, մնա ես ոլորտում, կատարիր այն գործը, որը կատարում ես, լավ ես կատարում քո գործը։ Եղել է այդպիսի մեկը։ Դե սկզբում այսպես ասեմ, երաժշտական գծով, որ ծնողներս այսպես ասած չէին ուզում որ գնայի, բայց հետո հենց իրենք դարձան այդ ուսուցիչները, այսպես ասած, որ ճիշտ ես անում, գնա ու արա, գնա ու արա, էլ հետ կանգնել չկա։ Էլ ինչ հետ կանգնել։ Չէ, ես ամեն դեպքում հետ չէի կանգնելու, բայց ես որ մի գործ սկսում եմ, պետք է գնամ մինչև վերջ։ Ընտրել եմ, որ պետք է մշակույթը զարգացնեմ, ոչ թե փչացնեմ, այսա դրանից էլ կխոսենք, ես վստահ եմ։ Չխոսենք այդ դեպքում մշակույթը ինձ համար այսպես է, եթե ես օգուտ չեմ տալու իմ հայ մշակույթին, հայկական մշակույթին, գոնե չվնասեմ։ Շատ խիստ բժշկական մոտեցում էր, որովհետև եթե ես օրինակ պիտի վերցնեմ երգեմ մեր ներողություն արտահայտությանս համար, բայց իրենց հասնում է մեր կեղտոտ հարևանների երաժշտությունը, իրենց կեղտոտ երաժշտությամբ հանդերձ Հայաստանում, որը հիմա մեծամասնությունը դա է անում, ես ուղղակի դա չեմ անի։ Վերջերս մի շատ խելոք մարդ անունը չեմ տա, վստահաբար ճանաչում եք Արմեն ջան, դուք իրեն, եթերից դուրս կասեմ, նրա հարցազրույցն էի ընթերցում, այսպես ասենք, ես շատ հարգում եմ ու գնահատում եմ նրան, ու ասում էր բոլոր նրանք, ովքեր պրոպագանդում են այդպիսի երաժշտություն, իրենք պոտենցիալ հանցագործներ են, որովհետև այսպես աղավաղում են մատաղ սերնդի ճաշակը։ Միանշանակ, մշակույթը ազգի դիմագիծն է, եթե մենք մեր դիմագիծը կորցնենք, էլ մեզ ոչ ոք չի ճանաչի։ Դրա համար էլ անգամ այսպես մի բան ասեմ, արհեստական բանականություն արդեն բոլորը ծանոթ են։ Դրան կա արհեստական բանականության մի ծրագիր, որը երգեր է գրում, հենց եթե փորձած լինեք, այսպես ասեմ, դուք իրեն ասում եք, որ ձեզ տա հայկական երաժշտություն, ինքը տանում է թուրքա-արաբական ինչ-որ մի հատ անիմաստ ելևէջների կողմ, անդեմ, անդիմագիծ ելևէջների կողմ, որ ընդհանրապես կապ չունի հայերի ու հայկականության հետ։ Իսկ ինչը կապ չունի ու դեմը առավել եւս դեմը հայ ու հայկականության հետ, հայ ու հայկականությանը դեմը ինձ օրինակ, հենց այսպես ասեմ։ Ես չեմ կարող դա անել։ Ոչ թե չեմ կարող, այլ չեմ անում։ Չեմ անում։ Խոսում է հայորդին, հարկանքներս Արմեն ջան։ Մեզ շատ են պետք այդպիսի, ոնց ասեմ, այսպիսի նպատակներով տղաներ, աղջիկներ, հայեր ընդհանրապես, որ այսպես կպած են իրենց արմատներին եւ դեմ են ամեն ինչին, ինչը դեմ է այդ արմատների արմատախիլ լինելուն, այսպես ասենք։ Դա հենց ինքնին փչացնում է մեր այդ որ ասում են գենը փչացել է, բա հենց այդպիսի բաներն են փչացնում։ Եթե ես օրինակ խաչ եմ քաշում կոմիտասի վրա, իհարկե Աստված մի արասցե, եթե ես ինձ վրա եմ օրինակը բերում, որ հանկարծ ինչ-որ մեկը չվիրավորի, եթե ես հանկարծ օրինակ խաչ եմ քաշում կոմիտասի Սայեթնովայի, ես կոնկրետ երաժշտության վերաբերյալ եմ խոսում դեռ։ Եթե իրենց վրա խաչ եմ քաշում, նշանակում որ իմ ազգային արմատներից մի մեծ
արմատը մի անով չի իջնում, չէ՞, ճյուղավորվում է, չէ՞, մի ճյուղ կտրում, իսկ ինչքան արմատը կտրվեց, ծառը շուռ կգա։ Երանի այդպես պատկերացնեին, այդպես պատկերավոր պատկերացնեին։ Ասում եք գոնե պատկերացնեին։ Բայ Արմեն ջան, ես ինչ սրտամոզելուց է։ Պատկերավոր ներկայացնենք, որ մի բան հասկանանք։ Այն ուրախ եմ, որ այսօր այսպես բախտի բերմամբ ես հայտնվեցի տաղավարում եւ ես առիթ ունեմ, հա, զրույցը վարելու։ Լավ, Արմեն ջան, այս թեմային դեռ մենք կանդրադառնանք անպայման։ Բայց մի շատ կարևոր հարց։ Ես նկատել եմ, որ բացի այն երևույթից, որ դուք ներկայացնում եք հրաշալի երգեր, քավերներ, բանաստեղծական տողերի թարգմանությունը, ինչին ես կուզենայի հատուկ անդրադառնալ, իրոք հիանալի են։ Ես միանգամից այսպես ասեմ, կան երգեր, որոնց թարգմանությունները ինքս եմ կատարել, բայց կան երգեր, որոնք որ ես արդեն պատրաստի թարգմանություններ վերցրել եմ, օրինակ շատ հայտնի արդեն դարձած Լա Բոհեմ երգի հայերեն տարբերակի թարգմանողը ես չեմ, դա Պերճ Թյուրաբյանն է, ես բոլոր տեղերում նշում եմ, որ հեղինակային իրավունքներ չեք խախտում, միանշանակ։ Պետք չի վերագրել մի բան քեզ, որը որ դու չես արել, հա, կարող եմ ասել, որ Չելենտոնոյի կոնֆեսան ես եմ մշակել, Բեսամե Մուչոյի հայերեն տարբերակը ես եմ մշակել, հենց իմ YouTube-յան ալիքում ամբողջական տարբերակներով կան։ Էլ որն եմ արել, այ որ հիմա իմ Կարենը, իմ ընկերը այստեղ լիներ, հիմա որոշեց լավ կհուշեր։ Ամեն դեպքում ես դեռ հարցը չտված պատասխանը դուք տվեցիք, որովհետև ինձ հետաքրքիր էր, արդյոք դուք եք կատարում թարգմանությունները, որովհետև այնքան գրագետ թարգմանություններ, այնքան սիրուն, այնքան պոետիկ, այդտեղ, այսինքն պոեզիան պահպանված է։ Թարգմանությունները շատ կարևոր են։ Ուղղակի վերցնել տեքստը եւ թարգմանել ավելի հեշտ է, քան վերցնել երգը թարգմանել, որովհետեւ երգը թարգմանելուց մենք նաեւ պետք է այդ մեղեդային հատվածը պահպանենք երգի, այդ հանգավորումը պահպանենք, որ ճիշտ է, կարող է նաեւ հանգավորումը պահպանես, բայց մեղեդով այդպես չհնչի։ Օրինակ հնարավոր է այդտեղ հնչյունը օ-ի լինի, բայց դու չգիտես է թարգմանես ու այն չլինի, այդ մանր շատ բաներ կան, որ պետք է ուշադրություն դարձնենք դրան թարգմանություն անելիս անպայման։ Շատ լավ, այստեղ մի մեջբերում, վերջերս գիրք էի գնել, որը իմ կողմից շատ սիրված հեղինակի գրչին էր պատկանում, եւ ես մեծ երջանկություն ապրեցի, երբ գտա այդ գիրքը, որովհետեւ ինձ թվում էր, որ մեզ մոտ չկա։ Եվ երբ թարգմանությունն ընթերցեցի, այդ գիրքը փակեցի եւ կողքի դրեցի, ասացի վերջ։ Այնպես որ այ դրա համար եմ ասում։ Շատ եմ հանդիպել այդպիսի գրքերին, նամանավանդ իմ այս նոր ժամանակվա, որ բեսթսելերներ են համարվում, վերցնում ես մի երկու տող կարդում ես առօրյա խոսակցական, elə դրանից ավելի վատ ժարգոնով ինչ որ բառապաշարը, որ գիրքը պետք է սովորեցնի, ոչ թե գիրքը քո առօրյա ցույցը էլի։ Առօրյա քո կյանքը պետք է ավելի գունավոր դարձնի, ավելի հետաքրքիր բառապաշարը պետք է հարստացնի, թե չէ, հա, այսպես մենք կարող ենք ժամերով իրար հետ խոսել եւ բնականաբար մի բառը ժարգոնային կարող է հնչի, բայց կարդացած մարդը ամեն դեպքում տարբերվում է։ Համաձայն եմ Արմեն ջան։ Եվ քանի որ մենք Բոհեմից խոսեցինք, Արմեն, ես կուզենայի, որ մենք փոքրիկ դադար վերցնենք եւ ունկնդիրների հետ վայելենք այս հրաշալի երգը, եւ ինչ երգը եթերում կհայտնվի, ես կուզենայի հիշեցնել մեր ունկնդիրներին, սիրելի ունկնդիրներ, այս շատ հրաշալի հարցազրույցը, որը դեռ կշարունակվի երգից հետո, դուք կարող եք տեսագրված տարբերակով գտնել ուրեմն ռադիո Շանթի Facebook-յան էջում, ինչպես նաեւ Շանթ Գյումրի Facebook-յան էջերում։ Այս ամենը իմացեք, որպեսզի գտնեք եւ հետևեք, լսեք ու լայքեր նվիրեք։ Լավ, հիմա երաժշտական դադար Բոհեմ մեր եթերում։ Եթե քսանդեր չկաք, գուցե չհասկանաք դուք իմ այս պատմությունը, մոն մարդն այս ժամանակ, իր վարդերով ջերմակ զարդարում էր մեր տունը, որ համեստ էր անշուք, բայց մեր բույններ տաքուկ ու սիրո մեր դրախտը, ես նկարիչ էի, որ փնտրում էր բախտն, իսկ դու բնորդուհի, դա բոհեմն էր, մեր բոհեմը, երջանկության օրերը մեր, դա բոհեմն էր, մեր բոհեմը, թեկուս սոված աղքատ օրեր,
Նստած սրճարանում դեռ անհայտ անանուն երազում ենք մեր փառքը թե մեզ բախտ վիճակվեր ու մի նկար ծախվեր կգնայինք մեր հարկը կուտեինք մի կտոր հաց ու հետո գինով ցած կերքեինք մեր երգերը մինչև լույս առավոտ մոռանալով ձմերը նստած բուխարու մոտ դա բոհեմն էր մեր բոհեմը դու լավն էիր գեղեցկուհի դա բոհեմն էր մեր բոհեմը ամեն մեկը սանճար էր մի Հաճախ մինչ լուսադեմ նստած կտավի դեմ վրցնելով քո պատկերը մերկությունը տանբից մարմինդ գիծարգից քո մարմարե կոնքերը եւ միայն առավոտ հոգնած բայց հիացքոտ շարունակում ենք մեր կյանքը մի բաժակ սուրճ խմում ու սիրում իրար ու կյանքն էինք սիրում դա բոհեմն էր մեր բոհեմը Ջահել էինք 20 տարեկան Դա բոհեմն է մեր բոհեմը Հեշտ էր ապրել օթոմիան Պատահում է մերթ, երբ գնում եմ ես ետ Անցյալի մեր վայրերը Նույնը չի ոչ մի բան Ենտեղերն էլ չկան, որ ծնվել էր մեր սերը Ձեղնահարկը գողտրիկ, մեր սանդուղքը նեղլիկ և իմ արվեստանոցը Տխոր է այնքան ում մարդրի մեր փողոցը ու էլ վարդեր չկան Դա բոհեմն էր, մեր բոհեմը Ջահել էինք ազատ ու խենդ Դա բոհեմն է, մեր բոհեմը Ախ այդ օրեն էլ չեն գա Սիրելիներս խոսքեր գտնելը բարդ է իհարկե մեծ անազնավուր եւ մատուցեց Արմեն Էդոլինյան ով այսօր մեր տաղավարում հյուր է եւ մենք վայելում ենք եւ ստեղծագործությունը եւ ընթացքում շատ սրտամոտ հոգեմոտ զրույցներ ենք վարում եթերից դուրս բարձում է որ ես եւ Արմենը շատ համախոհ անձինք ենք այսպեսի բացահայտում կատարեցինք եւ դա եւս կնպաստի որպեսզի մեր զրույցը էլ ավելի ջերմ ընթանա Լավ, Արմեն ջան, շարունակենք մեր հարցազրույցը եւ անդրադառնանք ամենաբարդ թեմաներից մեկին, ինչի մասին նախապես էլ խոսեցինք, երաժշտական մեր իրականությունը այսօրվա, որը մեղմ ասած հորոր ժանրի ֆիլմեր է հիշեցնում եւ ինչի մեջ ցավոք սրտի հաճախ հայտնվում ենք գիտեմ որ պահանջված է, գիտեմ որ ցանկալի է, դու էլ գիտես վստահաբար եւ ինչպես ես կարողանում այդ ամենի մեջ այսպես մնալ առանձին, զատվել եւ պահպանել մաքուրը, գեղեցիկը, վեհը։ Բարդ չի արդյոք։ Գիտեք, ոնց ուղղակի չեմ տրվում գումարին։ Բրավո։ Ընդհանրապես դա, բայց մի շատ կարևոր բան էլ ասեմ, սիրելի ունկնդիրներ, ովքեր որ ցանկանում են երաժշտության լավ ոճով առաջ գնալ, ճանապարհը շատ դժվար է, հենց սկզբից ասեմ, բայց Եթե մտածում եք վաստակելու մասին, ես միանգամից դա էլ ասեմ, եթե ձեր գործը լավ անեք եւ շարժվեք դեպի ձեր նպատակը, սլանակ դեպի ձեր նպատակը, վստահեցնում եմ ձեզ, որ դուք ավելի շատ կվաստակեք, քան վատ երաժշտությամբ։ Որովհետեւ լավ երաժշտությունը այն տաշածքարը գետին չի մնա, հանգիստ եղեք, հաստատ առաջ կգնաք, եթե առանց հիասթափվելու ուղղակի առաջ շարժվեք։ Հիասթափվել բոլորը կարող են, բայց հաջողության հասնում են միայն ուժեղները։ Մի այսպիսի մի դիտարկում էլ անեմ, սա իմ դիտարկումն է, երբ որ ինչ-որ գիրք եք կարդում կամ ֆիլմ եք նայում, որտեղ որ պահված են ինչ-որ մի հեռավոր տեղում գանձեր, այդ գանձերին հասնելու համար ինչ-որ մի հատ խումբ են հավաքում,
գնում, ինչ որ փորձությունների միջով են հասնում եւ այդ գանձին կոնկրետ այդ փորձությունների միջով հասնում է 1 կամ 2 հոգի, այսինքն ամենանպատակասլացներ են, ամենաուժեղը են, ովքեր որ չեն հիասթափվում փորձություններից, այսինքն առակս ինչ կցուցանե, որ պետք է պայքարեք, դժվարությամբ հասած բանը դուք ատամներով էլ կպահեք։ Եվ մի շատ կարևոր գաղտնիք էլ բացեմ, ձեզ այդ ոճով շատ ավելի շատ կհարգեն, այդ ձևով։ Ուղղակի դիմակից պահպանելու ցանկությունն ու խնդիրն է, այսպես ասենք։ Կամքի ուժ, ուրիշ ոչ մի բան։ Ահա, ով համբերը նակեցե, ասում են Աստվածաշունչը։ Այո։ Լավ, Արմեն ջան, իսկ պայքարի միջոց այս, այսպես ասած, հիվանդությունը հաղթահարելու համար, որպես երաժիշտ երգիչ, պայքարի ինչ որ միջոց կա։ Աշխատելու անընդհատ աշխատել առանց հոգնելու։ Եթե դու գիտես օրինակ, որ պիտի գիշերը չքնես եւ մի աննշան առաջ գնաս, դու պիտի չքնես այդ գիշեր։ Այդպիսի անկում գիշերներ շատ են եղել։ Նրանք միշտ շարունակվում են, որովհետև գիտեք ոնց լավով շարունակելը, եթե ինչ-որ մի բան ուզում ես անես ու դու գիտես որ դա լավ է, ու դու գիտես որ շրջապատի մի հատված էլ կա, որ գիտի որ դա իրոք լավ է, դրան հասնելու համար պիտի անընդհատ չարչարվես, բայց մի շատ կարևոր բան էլ կա։ Եթե դու այդ լավը վատ անես, դա ավելի վատ կանդրադառնա, քան որ վատը անես։ Աններելի մի բան կա։ Այո, որովհետև լավը երբ որ վատ ես մատուցում, մի անգամից բոլորի աչքին զարնում է, էլի, բայց երբ որ վատն ես անում, ասում դե լավ դե, հենց այսպես։ Հասկանալի է։ Երգում է։ Լավ, էլի հարց, հայ երաժշտության ամենասիրելի ներկայացուցիչը։ Կոմիտաս։ Միանշանակ Կոմիտաս։ Մեծություն։ Այո, հայ երաժշտության Հիսուս Քրիստոս։ Ուրիշ ոչ մի բառ չեմ կարող գտնել։ Հայկականության, հայ երաժշտության, եթե ուզում ես իմանալ հայկական երաժշտություն, միանշանակ լսիր Կոմիտասին։ Կոմիտասի ստեղծագործությունները չեմ էլ կարող ինչ-որ գնահատական տալ, որովհետև այդպիսի բարձր շեմ չկա գնահատականի։ Այո, նրա վեհության առջև բոլորս շատ հոգիկ ենք, բայց եւ իսկ եթե կոնկրետ էստրադայի մասին է խոսքը, շատ լավ հիանալի արտիստներ ունենք, որոնք ես միշտ լսում եմ, Շուշան Պետրոսյան, Արսեն Սաֆարյան, Գորսու ջան, Արամեն Պետրի, մի խոսքով շատերը կան, որոնց կարող եմ թվել։ Եվ բարեբախտաբար կան։ Իհարկե, բարեբախտաբար։ Ու ամենալավն այն է, որ հենց իրենք հենց այդ լավ ոճով շարունակել եւ մնում են այդ լավ ոճի մեջ։ Հրաշալի է ուղղակի գիտակցել, որ այդպիսի ուրեմն կերպարներ կան, ունենք, շատ գնահատելի է, շատ գովելի է եւ սկզբունքորեն պահպանում են այն, ինչը մերն է, այն, ինչը հայկական է եւ հենց հույսն էլ հիմնականում նրանց եւ ձեզ նման արտիստների հետ է կապվում։ Շնորհակալ եմ, թեկուզ եւ ամբողջապես հայկական երաժշտություն կան, շատ լավ արտիստներ ունենք, որով ամբողջապես հայկական երաժշտություն չեն տալիս, բայց չեն անում թշնամունը այստեղ։ Զարգացնում են նոր ձևի են զարգացնում մշակույթը, պարտադիր չի հենց ասում են, որ հայկականությունը պահելու համար պարտադիր չէ մենակ Կոմիտաս անել, բա մենք էլ մեր կողմից չէ, պետք է մի բան ստեղծենք, ցույց տանք, որ մեր հետագա սերունդները ասեն, բա լավ, դուք ինչ եք արել, հասկացանք։ Դա շատ կարևոր բան է։ Համաձայն եմ, պահելով նա, չվնասելով ոնց ամենասկզբում ասեցի, պահելով նա, չվնասելով անպայման, ստեղծեք նաև նորը, ոչ մի խնդիր։ Ոչ մի խնդիր, իհարկե, լավագույն նորը թող միշտ ստեղծվի։ Որևէ մեկը դրան դեմ չի կարող լինել։ Ցավոք սրտի, կներեք տոկոսային հարաբերակցությամբ հիմա 90-10 է, լավը 10%, բայց գոնե կա։ Եթե 10 է, էլի։ Ես մի քիչ չափազանցրի այդ 10։ Ինենք լավատես, Արմեն ջան։ Հա, իհարկե։ Ուղղակի Կոմիտասի մասին որ խոսեցինք, ես միշտ շատ երազանք կա, հա, այսպես ասեմ, որ Կոմիտաս կրենք ներսում, Արմեն ջան։ Եթե անգամ երաժիշտ չենք, այ ասենք ռադիո հաղորդավար ենք, հա, բայց Կոմիտաս կրենք ներսում։ Իհարկե, Կոմիտաս կրել ներսում նշանակում է լինել հայ։ Ուղղակի լինել հայ։ Մենք հիմա եթե այսպես ամբողջ հայության շրջանում գլոբալ վերցնենք, մենք հայ լինելուց կիլոմետրերով չէ, մղոններով հեռու ենք։ Մեր աչքերում հայեր չեն ապրում։ Մենք այսպես մի քիչ կոպիտ կանչի, բայց մենք ով ենք, որ հայ կոչվենք։ Հայը վեհ հասկացողություն է, հայը մի հատ ուրիշ աշխարհ է, բայց մենք հələ շատ հեռու ենք հայ կոչվելուց։ Ցավալիորեն ճիշտ եք։ Ցավալիորեն ճիշտ, բայց ճիշտ ասելը մի հատ ժարգոնային բան կա, բայց հաստատ դա չեմ ասի։ Համարձակ բան է, Արմեն, բայց ամեն դեպքում պետք է չվախենալ եւ ասել, որովհետեւ եթե ճիշտը չասես, ինքնախապեյությամբ զբաղվել է նշանակում դա։ Ես միշտ էսպես եմ մտածում, օրինակ
ասենք Վարդան Մամիկոնյանը մեր նման հայերի վրա հույս կդներ։ Քավլիցի։ Տիգրան Մեծը մեր նման կամ մի խոսքով այնտեղ, չգիտեմ, Արգիշտի առաջինը մեր նման հայերի վրա հույս կդներ։ Էլ չխոսեմ Հայկ Նահապետը կամ իրենից առաջ մեզ վրա հույս կդնեին։ Իսկ Կոմիտասը ինչքան կհիասթափեցնեինք Կարծում եմ այդ Կոմիտասի ապրած ժամանակահատվածում ինձ թվում է ավելի բարդ է եղել մեր վիճակը, բայց հենց Կոմիտասը դրանով է Կոմիտաս, որ կարողացել է դրա միջով անցնել, մաքրել ու մեզ հասցնել, բայց մենք այսօր ինչ ենք անում։ Մաքրությունը չենք սիրում։ Այո։ Եվ ամեն ինչ չենք սիրում այդ մաքրությունը։ Մաքուր նոտաները չսիրել։ Մաքուր նոտաները, մաքուր ոնց ասեմ, հնչյունները։ Զարմանալի։ Այդ կենթանական ես մի շատ հետաքրքիր դիտարկում էլ ունեմ արած, օրինակ նայեք, մեր հայկական երգեցողության մեջ որ ուշադիր եղած լինեք, մենք շատ լայն ենք, մեր կոկորդը լայն է, sense բաց ձայն, բաց նոտաներ ենք, մենք sense բաց սիրուն թողում ենք որ մեր ձայնը գնա ավելի թավ ձայներ, իսկ օրինակ այդ ովքեր որ սկսում են ասում են կլկլացնել է, զգացել եք որ դրան գալիս են քոչվոր ցեղերից, որոնք որ հիմնականում ապրել են կենթանիների հետ։ Այսինքն իրենք ընդօրինակել են կենթանիների ձայները, իսկ մենք լեռների ժողովուրդ մեր ձայնը արձագանքում է ու ավելի լայն ձայն, ավելի լայն է գալիս մեր ձայնը։ Դե հիմա եթե մենք այդքան պիտի իջնենք որ կենթանիների նմանվենք, ժողովուրդ ջան, եկեք իջնենք, բան չունեմ ասելու։ Ինձ թվում է որ ավելի լավ է մնանք մենք մեր լեռներին խոնար ու վե։ Այո։ Եվ խոնար եւ ժամանակ։ Մեր պահողը, մեզ պահող սարերին խոնար եւ մենք հենց մենք այդ սարերը պիտի պահենք ժողովուրդ ջան, դե այդ կենթանու ձայները մենք էլ պիտի սար դառնանք Արմեն ջան։ Սարերի կողքին սար։ Անպայման։ Արմինե ինչ անենք որ հարցազրույցի չավարտվի։ Այնքան յուրահատուկ եք եւ ներդաշնակ եք միմյանց հետ, այնքան հետաքրքիր եք զրուցում, որ չուզեցա անգամ ձեզ խանգարել, բայց ուրեմն իմ հարցերի մեծ մասը արդեն հնչեց, որ ես կուզենայի տալ, բայց մի բան կուզենամ անպայման հարցնել, թե Արմենի ամենատարբերվող կողմը որն է, նա ինչպես է, այսինքն դու ինչպես ես փորձում մտնել հանդիսատեսի ուշադրությունը գրավել այս նոր ասպարեզ, որը դու արդեն ինչպես նշեցիր մի քանի տարի, հա, արդեն փորձում ես ավելի մեծ հասարակության առաջ հանդես գալ, քո տարբերվող կողմը որն է, որով դու կուզենաս ավելին անել, ավելի գրավիչ լինել, այս կհետաքրքրի իմանալ։ Շնորհակալություն հարցի համար, ինձ թվում է մի քիչ կարող է եւ էգոիստություն հնչել, բայց ես ինձ թվում է կարողանում եմ հանդիսատեսին անկեղծ ժպտալ։ Կարծում եմ եւ հանդիսատեսին ուրիշ ինչ է պետք, ջերմություն։ Անկեղծություն, ջերմություն փոխանցիր, նմանավանդ երբ որ տվյալ անձը եկել է քեզ լսելուն, արդեն գիտի որ եկել է, ես ինչ երգերը լսելու, ոչ թե գերում ես արդեն երգով, որովհետև նա արդեն գերված եկել է, այսպես ասեմ։ Այլ դու իրեն պետք է ջերմություն տաս, որ ինքը իրեն հարազատ զգա, ջերմ զգա, մի խոսքով լավ զգա իրեն մարդ։ Որովհետև քո մատուցած երգերը ունկնդրելիս հաստատ հանդիսատեսը նախ եւ առաջ գրավում է քո անկեղծությամբ, ազնվությամբ։ Շնորհակալ։ Առավել եւս, երբ որ հայկական եւ ազգայինի մասին այս մտքերը ունենալը կրելը եւ այդ ամենը նաեւ կարողանալ փոխանցելը, որովհետև ինձ թվում է, որ արտիստը, հայ երգիչը պարտադիր իր մեջ իր ազգային դիմագիծը, ինչպես որ դուք նշեցիք, շատ կարևոր է, որ ինքը պահպանի, կրի եւ կարողանա նաեւ փոխանցել, դրա իհարկե կարևորությունը շատ մեծ է։ Առավել եւս, որ այո, ինչպես նշեցիք, նաեւ տարբերվող կողմը, այսինքն ժպտալ, ջերմություն փոխանցել, բայց ինձ թվում է, որ տարիներ հետո այլ երևի արժեքներ նաեւ կփորձեք ձեր մեջ ունենալ եւ ուրույն տեղ գրավել հայ երկարվեստում։ Շնորհակալ եմ։ Արմինե ջան, շնորհակալություն քեզ։ Արմին ջան, մի քանի հարցել ես պիտի որքան էլ ժամանակ այսպես սուղ լինի, միանշանակ այդ հարցերը պիտի անպայման հղեմ, որովհետև չեմ կարող ուղղակի չհղել։ Արմեն ջան, բեմ եւ ամեն դեպքում լարվածություն վաղ յուրաքանչյուր արտիստի դա բնորոշ երևույթ է եւ կան արդյոք ինչ-որ միջոցներ, որոնցով այդ լարվածությունը թոթափում ես։ Ես գիտեմ օրինակ որ Պավարոտին համերգների ժամանակ գրպանը սխտոր էր պահում։ Կա նման բան։ Սխտոր պահել գրպանում։ Չէ, ես օրինակ մի այսպես հետաքրքիր տարօրինակ սովորություն ունեմ, պետք է
ելույթից առաջ հաց ուտեմ շատ։ Շատ էներգիա է անհրաժեշտ։ Ու անխաչելիք օծանելիք ցանում, չգիտեմ ինչի է, չգիտեմ օգնում է թե չէ, բայց երևի օգնում է, մի բան զգացել ես։ Հա, որ չանեմ ոնց որ մի բան դատարկ լինի, բայց իրականում դա ընդհանրապես չի երևում։ Դա կարևորը ապահովության զգացողություն է առաջացնում։ Իհարկե։ Լավ, ուրեմն մենք խոսեցինք, ես չեմ ուզում կիսատ որևէ բան մնա։ Քավերները հրաշալի են, այստեղ խոսքեր լինել չեն կարող։ Հեղինակային, այսպես երգեր, այս մասին կուզենայի խոսել, արդյոք կան։ Այո, այս բանին ունեմ 3 հեղինակային երգեր արդեն։ 3-ի երաժշտության հեղինակն էլ ես եմ, 2-ի բառեր օրինակ վերջին աղջիկը իմ առաջի ստեղծագործությունն է, որ երաժշտության հեղինակը ես եմ, բանաստեղծությունը վերցրել եմ։ Այնքան հետաքրքիր է այդ պատմությունը, ուրեմն ասենց շատ գրքեր ունեմ տանը, մի փոքր գիրք աչքովս ընկավ, չի էլ տեսել։ Տեսա գիրք սիրո, ասեցի լավ, հետաքրքիր է, ինչ կլինի։ Այնպես ստացվեց, որ իմ երաժիշտ ընկերներից մեկն էլ մեր տանն էր։ Դաշնամուրով ինչ-որ բան էինք, իր սինթեզով ինչ-որ բան էինք անում, չեմ էլ հիշում ինչ, փորձ երևի ինչ-որ։ Թերթեցի, մեկ էլ վերնագիրը հետաքրքրեց, վերջին աղջիկը կարդացի, դուրս եկավ 15 րոպեում։ Այո, 15 րոպեում այդ երգը գրեցինք ու գործիքավորեցինք։ Դրանից հետո Պարույր Սևակի իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկի հիման վրա եմ գրել մի անգամից բանաստեղծության, դա ավելի խիտ գործիքավորում, 3 երգերս էլ իրենց ժանրերով լրիվ տարբերվում են։ Իսկ երրորդն էլ կարծում ամիս թե ամիս ու կես առաջ եմ հրապարակել, դա մի այլ ոճի երգ է, այստեղ կարելի ասել ոչ ոք այդ ոճի երգ չի տվել։ Եվ շարունակում եմ առաջ գնալ։ Եվ ինչպես է կոչվում վերջինը։ Երազում, հա, որպեսզի լսենք անպայման։ Այո, Արմեն Դոլինյան Երազում, YouTube-ում փնտրեք։ Արմինե ջան, քեզ տեսնենք։ Ոչ միայն YouTube-ում, կարող եք նաև երաժշտական բոլոր հարթակներում, այդ Spotify, մի խոսքով էլ ինչ կա, Apple Music եւ տարբեր այնքան տեղեր կան, ես էլ նույնիսկ չեմ հիշում։ Շատ ռադիոկայանի երկացանք ամենաառաջինը։ Այո, Մենք ունենք Պաստոր եւ անպայման արդեն ավարտին հարցազրույցի հենց այդ ստեղծագործությունը կվայել ենք եւ Երազումը։ Շատ ավելի լավ, ակտիվ ռիթմեր, հետաքրքիր է շատ, ինչ է ստացվել։ Քանի որ մեր հարցազրույցն է շատ թեթև անցավ, թող այդ ակտիվ թեթև ռիթմերի մեջ էլ ավարտենք մեր զրույցը։ Լավ, Արմեն ջան, թող լինի այդպես։ Եվ ո՞րն է ամենամեծ ձեռքբերումը մինչ օրս, Արմեն։ Բալիկս։ Բալիկը, ով շարականների ներքո է, այո, շարականների ներքո է մեծանում եւ ես խնդրում եւ հորդորում եմ ծնողներին ձեր երեխաների օրորոցից սկսած, եթե ուզում եք նրանք հայրենասեր եւ լավ մարդ մեծանան, հենց սկզբից սկսեք շարականներով, նրանց քնեցրեք շարականների տակ, նրանք հենց այնպես երաժշտություններ կամ երգեր չեն, նրանք լրիվ ուղեղը զարգացնող, հոգևորին ավելի մոտեցնող ստեղծագործություններ են։ Հրաշք, ես մի հայրիկ եմ ճանաչում, ով իր բալիկին օրորոցայիններ հենց ինքն է երգում։ Ես էլ եմ երգում։ Հրաշք, ուղղակի հրաշք։ Հենց այդ նույն շարականները ես երգում էլ եմ։ Պաստորեն երկու այդպիսի հայրիկի եմ ճանաչում արդեն եւ դա ինձ համար, երբ ես դա իմացա, շատ հուզված էի, որովհետև մայրիկները որ երգում են, դա կարծես թե սովորական է, բայց երբ հայրիկն է երգում օրորոցային իր բալիկի համար, դա հրաշք է, դա հեքիաթ է, մի այլ աշխարհ է, որը ես մենք սովոր չենք ուղղակի դա տեսնել դրանից է։ Այո, հենց դա է Արմեն ջան։ Իրոք անսովորության այդ զգացողությունն էր, որը ինձ հուզմունքի հասցրեց եւ շատ երազեի, որ շատ հայրիկներ ունենային, ովքեր իրենց բալիկների համար օրորոցայիններ ու շարականներ կերքեին եւ մոտ կպահեին հայկականին, հայկականության արմատներին, այն արմատներին, որոնք չպետք է հատել, որոնք պետք է խորացնել, պարտադիր, մոտ կպահեին Կոմիտասին, ով պարզապես հայկականությամբ է լցնում ամեն հնչյունով։ Ես նույնիսկ մի հոլովակ ունեմ դստերս հետ, որտեղ օրորոցային եմ երգում, իր համար դե երևի կարծեմ արդեն տարի ու կես անցել է այդ հոլովակից, բայց մինչև հիմա էջեր կան, որ այդ հոլովակը տարածում են։ Հենց իմ էջի սկզբներում դա եթե չենք ջնջել, չէ՞, չէ, դա չենք ջնջի հաստատ։ Չէ, հաստատ չի։ Ես չնայած Չէ, հաստատ չենք ջնջել։ Օրինակ հոլովակներ, որ ժամանակի ընթացքում որակազրկվում են, որակ ընկնում է այդ հոլովակի։ Տեխնիկա է բնական։ Հա, դա հեռացնում ենք նորն ենք անում տեղը, բայց այդ երգը պահել ենք, որտեղ ոչ մի բան չի եղել։ Շատ լավ։ Եվ վերջին հարցը, որքան էլ չուզեմ, ամեն դեպքում պետք է վերջին հարցը ամեն դեպքում հնչեցնենք Արմեն ջան։ Ես հույս ունեմ, որն է Արմենի առաքելությունը երկարվեստում։
արդեն խոսքի մեջ նշել էի չվնասելով հայկականը, առաջ շարժվել եւ մատուցել նոր հայկականը։ Շնորհակալություն Արմեն։ Ձեզ եւս շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Գյումրեցիներ ջան, ես կարող եմ անպայման, ես դա պետք է անպայման խնդրեի։ Գյումրեցիներ ջան, եթե ուզում եք գեղեցիկ օր անցկացնել, գեղեցիկ երեկո անցկացնել, ապա բոլորիդ սիրով հրավիրում եմ հոկտեմբերի 26-ին ժամը 19:00-ին նույն ինքը երեկոյան ժամը 7-ին Գյումրու կամերային դահլիճ միասին վայելելու մեր երեկոն։ Գեղեցիկ լուսային եւ ձայնային շոու ծրագրով։ Այնտեղ հնչելու են իմ հեղինակային երգերը եւ երգերի cover տարբերակները, որոնք որ ես ներկայացնում եմ իմ էջերում։ Սիրելի գյումրեցիներ ջան, լսեցիք, չէ՞։ Ուրեմն անպայման համեցեք, որովհետև արժի իրոք հոկտեմբերի 26-ը դարձնել էլ ավելի գունեղ, էլ ավելի հայկական, էլ ավելի ինքնատիպ։ Ես զգում եմ, որ դուք զգացիք այդ ինքնատիպությունը, սիրելի ունկնդիրներ, հետևաբար արժի առնչվել, իրոք այսպես հոգեպես առնչվել, ականատեսի ունկնդրի աչքով ներկայությամբ առնչվել այդ ամենին, որովհետև մենք այսօր հյուրընկալել էինք ոչ թե այսպես սովորական երգչի, այլ ոնց ասեմ, երգիչ տիեզերք, այսպես սիրելի ունկնդիրներ։ Չէ, անկեղծ եմ ասում, Արմեն ջան, անկեղծ եմ ասում։ Դե ինչ, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք Արմեն ջան, թող ամեն բան ստացվի այնպես ինչպես որ կուզենաս։ Այո։ Եվ դու եւ քո թիմը։ Շնորհակալ եմ։ Եվ ամենայն բարիք։ Այսքանը սիրելիներս այս հարցազրույցի շրջանակներում կարճեր ինչ արած, այդպես եմ, կյանքը։ Լավ մնացեք, բոլորիդ մաղթում ենք հաճելի ընթացք ու հետևեք մեր երեկոյան ծրագրին ու ռադիո Շանթին ընդհանրապես կհանդիպենք։ Ցտեսություն։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։